Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, համախոհներ, ավարտվեց 21-րդ դարի առաջին քառորդը։ 2025 թվականը կարծես թե այս 25 անցած տարիների մանրապատկերը լիներ։ Այն սկսվեց լիահույս, Հայաստանն ընդունեց մարտի 26-ին Եվրամիության անդամակցության օրենքը, որը նախաձեռնեց Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Սակայն հաշված շաբաթներ անց Հայաստանի ներկա իշխանությունը ետնահանջ կատարեց և շրջադարձ կատարեց, վերադառնալով ոչ միայն ռուսական գաղութի կարգավիճակին, այլ ավելացնելով այդ գաղութացմանը նաև մահաբեր կախվածություն Ադրբեջանից և Թուրքիայից։ Նոր տարում սովորաբար մաղթում են հաջողություն, առողջություն, երկար տարիներ, երջանկություն։ Ես ուզում եմ մաղթել ձեզ, մեզ բոլորիս հաղթանակ, որովհետև կես տարի անց մեր սերունդը, մեր տեսակը, մեր ազգը, մեր երկիրը պայքարելու է այն Հայաստանի համար, որի մասին մենք երազել ենք, որը մենք կերտում ենք հաղթանակներով, դժվարությամբ, զրկանքներով, մութ ու ցուրտ տարիներին, կորցնելով եղբայրներին և քույրերին, բայց երբեք չկորցնելով հույսը, հավատը և սերը։ Այդ Հայաստանը, պատմական, ասպետական, ազնվական Հայաստանը հիմա փորձում են խլել մեզնից և փոխարենը առաջարկել ինչ-որ գաղութային, գեղչկական, գավառական, քաղքենի երկիր, ռուս-թուրքական բազար։ Մենք ունենք այլընտրանք, դա ազատ, անկախ, եվրոպական, հպարտ, ազնվական Հայաստանն է, եվրոպական Հայաստանը, դա է լինելու առաջիկա ընտրությունների գլխավոր ընտրությունը։ Մեզ պետք է հաղթանակ, մեզ պետք է եվրոպական Հայաստան, մեզ պետք է մարդկային, քաղաքակիրթ, ազատ ու անկախ երկիր, որում ապրելու են մեր երեխաներն ու թոռները։ Ես մաղթում եմ ձեզ և մեզ հաղթանակ, թող 2026-ը լինի այսպիսի եվրոպական Հայաստանի հաղթանակի տարի։ Շնորհավորում եմ։